Պարոն Առաքելյան, նախկին իշխանությունների աջակցությունը վայելող քաղաքական ուժեր, անհատ գործիչներ իմպիչմենթի նախաձեռնություն են սկսել։ Այսօր Հայաստան խմբակցությունն է արձագանքել սրան, ասելով, որ կտրամադրի անհրաժեշտ ստորագրությունները, սակայն նաև մտահոգություններ է հայտնել, որ սա ոչ այնքան Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, որքան Հայաստան խմբակցության կարծես դեմ ուղղված նախաձեռնություն է։ Ինչ դիտարկումներ ունեք այս process-ի շուրջ, ինչ նպատակ ունի նախաձեռնությունը եւ ապա նաև այս կուսակցության արձագանքը քաղաքական ուժի։ Տեսեք, ակնհայտ է, որ այդ քաղաքական թևի, տարբեր խմբերի միջև կա հստակ հակասություններ, նույնիսկ երբ իրենք հայտարարում են Նիկոլ Փաշինյանին այսպես հեռացնելու այդ քաղաքական կուրսի մասին, այստեղ էլ իրանք ունեն տարաձայնություններ, մի թևը ասում է իմպիչմենտի միջոցով, մյուս թևը ասում է չէ դա հնարավոր չէ, նույնիսկ այն աշճանիա այդ հակասությունները, որ հենց Հայաստան խմբակցության տարածած հայտարարության մեջ կան էական հակասություններ, երբ որ տեքստի սկզբում ասվում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը դա ժողովրդական պահանջ է, բայց արդեն տեքստի վերջում ասում է, որ ժողովրդական մեծ զանգվածներ չեն կարող հավաքել, որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնենք կամ ճնշում գործադրենք, որպեսզի այդ իմպիչմենտի գործընթացը լինի։ Եվ այստեղ մեծ առումով շատ կարևոր ինքնախոստովանում է, որ իրենք չունեն այդ աջակցությունը ժողովրդական որևէ քաղաքական գործընթաց գեներացնելու եւ առաջ տանելու, կլինի դա խորհրդարանից դուրս, թե խորհրդարանի պատերից ներս, եւ այս ամբողջ ուրեմն իրականությունը իրանց մղում է հակասությունների դաշտ, ինքնահակասումների դաշտ, որին մենք ականատես ենք լինում։ Իսկ ինչ նպատակ ունի ձեր կարծիքով այսպես շակերտավոր շոու սկսելը, երբ դու գիտես, որ դու չունես անհրաժեշտ թվով ձայներ նման գործընթաց սկսելու համար եւ կեղծ հայտարարություններ ես անում իբրև քաղաքապայմանագրի ձեզ միացողներ կլինեն։ Տեսեք, նման գործելավոճը այս քաղաքական թևի համար վերջին 4-5 տարիների ընթացքում կարծես նորմ է դարձել եւ կապ չունի դա քոչարյանական թևն է, թե Սերժ Սարգսյանական։ Մենք տեսել ենք օրինակ այսպես կոչված սրբազան շարժման ժամանակ, երբ որ չգիտեմ քանի ժամ, ժամանակ էին տալիս վարչապետին հրաժարականի համար կամ երբ որ իրանցից շարժում էին գեներացնում եւ մեծ հայտարարություններ էին անում, գալիս էին Երևան եւ կրկին համ իրենք էին հիասթափվում, համ իրենց որոշակի հետևողները հիասթափվում էին եւ այսպես շարունակ եւ սա էլ այս տրամաբանության մեջ է, այս մարդիկ կտրված են քաղաքական իրականությունից, այս մարդկանց քաղաքական կամ անձնական ամբիցիաները այնքան մեծ է, որ հաշվի չեն առնում իրականությունը եւ իրենց հնարավորությունները, իսկ այդ հնարավորությունները հետեւյալն են, որ վերջին 4-5 տարիները ցույց են տվել, որ որքան էլ Հայաստանում խնդիրները շատ լինեն, քաղաքացիները չեն վստահում եւ չեն կանգնելու այդ մարդկանց նախաձեռնած որևէ քաղաքական գործընթացի կամ շարժման կողքին եւ սա իր հերթին բերում է այդ խմբերի միջև լուրջ հակասությունների սրման այն աշճանի, որ իրենք սկսում են կամ ինչպես ականատես եղանք, ուրեմն արդեն հանրային կերպով միմյանց են մեղադրում այս կամ այն ժամանակ շարժումները ձախողելու կամ չհաջողելու մեջ։ Իսկ ձեր կարծիքով այդ հակասությունները այնքան խորն են, որ Նիկոլ Փաշինյանին օրինակ հեռացնելու հնարավորություն լինի չեն միավորվի։ Գյումրի օրինակով, օրինակ հետընտրական սցենարով։ Տեսեք, շատ կարևոր հարց է, որքան էլ մենք խոսում ենք այդ հակասություններից, բայց ռազմավարական առումով, այո, եթե նրանք ունենան հնարավորություն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, ապա համոզված եմ, որ գոնե այդ իրավիճակում իրանք մի կողմ են դնելու այդ հակասությունները եւ կոնսենսուսի են գալու այդ հարցի շուրջ, քանի որ այստեղ ոչ միայն իրանց անձնական ցանկություններն է, այլև նաեւ արտաքին այն ուժերը, որոնց միջոցով իրենք ղեկավարվում են եւ դարձել են Հայաստանում պրոքսի ուժեր, այդ արտաքին ուժը ստիպելու է իրանց համար վճռական պահին մի կողմ դնել այդ հակասությունները եւ գնալ Հայաստանում, չգիտեմ,
հեղաշրջման կամ իշխանապողության եւ այլն։ Եթե ակնհայտ խոսենք, որոշ խմբեր տարբեր լոկալ ակցիաներ են անում այս օրերին, այդ ակցիաները գրում են թե քաղաքական եւ թե նաեւ արդեն անձնավորված բնույթ պատգամավորների դեմ։ Օրերս մամուլում հրապարակումներ եղան, որ 2026-ին ընդառաջ փորձեր կարվեն քաոտիկ միջավայր ստեղծել Հայաստանում, հաջողելու ինչ հնարավորություններ ունեն ձեր կարծիքով եւ արդյոք նույն այդ կենտրոնի կողմից հրանգավորված են սրանք։ Վերջին էլի 4-5 տարիների ընթացքում մենք ամեն տարի տեսնում ենք Հայաստանի դեմ վարվող այդ հիբրիդային պատերազմի կանոններին համապատասխան քաղաքականություն եւ այո, քանի մոտենում է խորհրդարանական ընտրությունները, Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմը ավելի սրանալու է իր բոլոր դրսևորումներով, դա եւ մամուլի միջոցներով եւ չգիտեմ տարբեր տեսակի ուրեմն ճնշումներով եւ այլն։ Այստեղ իհարկե ես կուզենայի որոշակի մեղադրանքի սլակներ ուղղել նաեւ իշխանություններին, քանի որ այստեղ էլ իշխանությունները ունեն իրենց ուրեմն մեղքի բաժինը, քանի որ խոսքը գնում է ոչ միայն իշխանությունների դեմ տարվող հիբրիդային պատերազմի, այլ դա վերածվել է արդեն պետության ու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ տարվող հիբրիդային պատերազմի, այ դուք խոսում եք Հայաստան դաշինքի մասին, Ռոբերտ Քոչարյանի վերջին այսպես հարցազրույցը կամ մամուլի ասուլիսը կամ հանդիպումը այդ երիտասարդության հետ դրա վառ դրսևորում էր, որի հարցազրույցի գրեթե ծայրից ծայր կեղծիք էր եւ սուտ ուղված Հայաստանի Հանրապետությանը եւ ահա այստեղ է որ կրկնեմ իշխանությունները ունեն լուրջ բացթողումներ եւ այդ բացթողումները կարող են ուրեմն շրջադարձային եւ վտանգավոր լինել ոչ միայն իշխանությունների համար, այլ նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության ու Հայաստանի ինքնիշխանության համար։ Դեպ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ներկայիս իշխանությունները ընդդիմություն էին, ես չեմ հիշում գետ մեկ հայտարարություն, որը պետականության դեմ ուղղված լիներ այս ուժերի կողմից, բայց հիմա ստացվում է, որ իշխանություն գալու ցանկությունը այնքան մեծ է, որ կարելի է նաև Հայաստանին մեղադրել պատերազմը սկսելու մեջ, քաջ գիտակցելով, թե դա ինչ հետևանքներ կարող է հետագայում ունենալ Հայաստանի համար, դուք այս մարտավարությունը ինչպես եք գնահատում։ Դա մարտավարություն չի, դա գրեթե հավասարազոր է դավաճանության եւ Հայաստանի դեմ սուտ մատնության եւ Հայաստանին պատերազմ սանձազերծելու մեջ մեղադրում է մեկ օրինակ Ալիևը, մեկ էլ Ռոբերտ Քոչարյանը։ Ես կարծեք թե երրորդ անց չեմ տեսել, որ Հայաստանին կամ այդ խմբավորումները, որ Հայաստանին մեղադրի նման ուրեմն հանցագործության մեջ փաստացի Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք է տվել Հայաստանի դեմ մեղադրելով շատ ծանր հանցագործության մեջ հարևան պետության դեմ պատերազմ հրահարելու եւ սկսելու մեջ, որը ես կարծում եմ դավաճանությանը հավասարազոր քայլ է եւ այո գիտեք այստեղ պետք չի զարմանալ որ տեսեք դուք բերեցիք 2016 թվականի պատերազմը այստեղ պետք չի զարմանալ որ այս խմբակները ու մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարություններ են անում քանի որ իրենց համար երբեք Հայաստանի Հանրապետության պետական շահը չի եղել ուրեմն ամենակենտրոնում կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի համար առաջին շահը դա Ռուսաստանի Դաշնության շահն է առավել եւս մենք գիտենք որ այդ մարդը երկար տարիներ հանդիսացել է ռուսական պետական կորպորացիայի աշխատակից վարձատրվել է ռուսական պետական կորպորացիայի կողմից եւ ըստ էության փաստացի հանդիսանում է ռուսական պետության լոբիստը Հայաստանի Հանրապետություն։ Ռուսաստանը 2026-ին ընդառաջ ուրիշ ինչ քայլերի կարող է դիմել Հայաստանում իր ցանկացած գործիչին իշխանության բերելու համար, իդեպ կարող է այդ գործիչը մեկը չի, որովհետեւ մենք տեսնում ենք թե ինչ հերթ է քաղաքական դաշտում Ռուսաստանի տեխնազուն լինելու գոնե համար, ինչ քայլեր են հնարավոր, արդեն կուրատոր է նշանակել այստեղ Հայաստանի հարցերով զբաղվելու։ Տեսեք Ռուսաստանից Հայաստանի այդ քաղաքական խմբերի վրա միշտ կուրատորը եղել է եւ ուղղակի մենք այսօր հասել ենք այն մակարդակին, որ այդ կուրացիայի տակ գտնվող անձինք իրենք են հայտարարում, որ իրենց կուրատորները փոխվել են եւ փաստացի այսպես հրճվանքով դրա մասին հայտարարում են։ Սա ողբերգություն է, սա փաստացի դավաճանություն է եւ փաստացի դա այն որ մենք ասում ենք ուրեմն 5-րդ շարասյուն, այլ ինչպես է լինում այդ 5-րդ շարասյունը, երբ
իրենց թերթերով էլ, իրենց դեմքերով էլ հայտարարվում է, որ գիտեք, մեր տերը, հա, կամ մեր կուրատորը փոխվել է, եւ ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական ուժերի ու քաղաքականության միակ կուրատորը դա հայ ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, եւ որքան էլ իրենք իրենց ինքնասիրությունը կորցրած այլ երկրներում կուրատորներ փնտրեն, միևնույն է, ժողովուրդն է կուրացիա անելու Հայաստանում քաղաքական գործընթացը եւ իր ժողովրդի կուրացիայի ներքո կլինի այնպիսի քաղաքական իշխանություն, ինչպիսին ժողովուրդը ցանկանալու է, իսկ իրենք էլի կուրացիաներով ինչ որ մի պահի կարող են հեռանալ հեռու իրենց երկրները, զբաղվեն իրենց բիզնեսներով եւ չգիտեմ այլ գործունեությամբ, իսկ տեխնացուների հարցով նշեմ, որ տեսեք էլի այս տարիների ընթացքում տարբեր տեխնացուներ փոխվել են, ընդ որում այդ տեխնացուների մենք տեսել ենք նաեւ հոգեվորականներ, փորձել են այսպես հոգեվորականի սքեմի ներքո հանդես գալ, հիմա մի հոգեվորականին փորձում է փոխարինել մեկ այլ հոգեվորականը, բայց մեկը մյուսին այսպես ժողովրդի լեզվով ասած աճբատեսներ քաղաքականության մեջ եւ փաստացի մենք տեսնում ենք դրա արդյունքները եւ դրա ազդեցությունը հասարակության վրա, իսկ դրա ազդեցության արդյունքը այն է, որ ժողովուրդը հերթական անգամ նույնիսկ այսպես ճակերտավոր հոգեվորականներին է մերժում եւ ես կարծում եմ, որ որքան էլ այդ կուրատորները փորձեն այստեղ այլ անձանցով հանդես գան, ես կարծում եմ, որ իրենք հաջողություն չեն ունենա, քանի որ իրենք մշտապես Հայաստանում սովորեն եւ կուրատորները եւ իրանց կուրացիայի տակ գտնվող անձինք սովորեն հաշվի չառնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հանրության կարծիքը եւ դա իրանց ամենամեծ ու ճակատագրական սխալն է, այս անգամ էլ իրանք հաշվի չեն առնելու, այս անգամ էլ իրանք եւ ստեղի կուրացիայի տակ գտնվող անձինք եւ ընդդեի կուրատորները ուրեմն փորձել են հաշվի չառնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որը հերթական անգամ բերելու է հակառակ էֆեկտին, ինչ իրանք պատկերացնում են։ Կա ձեր կարծիքով հասարակության մոտ գիտակցությունը կամ ընդհանրապես մեր հասարակությունը հասկացել է Ռուսաստանի հետ բարեկամության գինը ինչ հետևանքներ է ունենում մեր համար։ Տեսեք, ընդհանրապես որևէ պետության հետ չասեմ բարեկամություն կամ առնվազն թշնամանք չպետք է ունենանք, առավել եւս մեր նման փոքր երկրները մենք պետք է այո դնենք այդ ծայրահեղ մոտեցումները, հա, այսպես բացառիկ բարեկամների եւ բացառիկ թշնամիների մասին եւ ավելի շատ խոսենք գործընկերների, հարևանների, գործընկեր պետությունների մասին եւ իսկապես փորձենք զարգացնել գործընկերային հարաբերություններ բոլոր երկրների հետ, փոխշահավետ հարաբերություններ եւ Ռուսաստանի առումով նույնպես մենք երբեք չենք ասում, որ պետք է ճշնամանանք Ռուսաստանի հետ, ընդհակառակը Ռուսաստանը գերտերություն է եւ Ռուսաստանը ունի հնարավորություններ եւ մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունը Ռուսաստանի հետ, բայց այդ հարաբերությունները չպետք է լինի կուրատորի եւ կուրացիայի տակ գտնվող պետությունների կամ քաղաքական էլիտաների հարաբերություններ, այդ հարաբերությունները այո պետք է լինեն փոխշահավետ եւ գործընկերային, իսկ որպեսզի Ռուսաստանը լինի իսկապես գործընկերներ, մենք պետք է նաև մեր շահերը պաշտպանենք, քանի որ երբ որ դու հանձնում ես քո շահերը, այսպես տրվելով Ռուսաստանին, ապա ցանկացած պետություն կլինի Ռուսաստան թե ոչ Ռուսաստան, ուրեմն իրենք վարվելու են այնպես, ինչպես իրենց ազգային պետական շահերն են պահում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։